Ինֆորմացիոն պատերազմների մեծ բաղադրիչ են հիմա հատկապես։ Պետությունը այնպես ազնիվ, թափանցիկ, արդար աշխատի, որ տեղ չմնա ապատեղի, որտեղ ապատեղեկատվությունը գալիս է, եթե չկա բավարար ինֆորմացիա։ Ամեն կողմ ունի իր ճշմարտությունը, չկա ճշմարտություն պատերազմի ժամանակ այդպես օբյեկտիվորեն։ Այդ գիտակցությունը ուղղակի այդ մտքում ունենալ, երբ որ մենք ինֆորմացիա ենք կարդում։ Podcast Ստիկած դուելսկաց։ Քյացինք։ Մարիամ, քաթանինք ու նախ շնորհակալություն հայտնենք մեր դիտողներին, համարյա տարուկես մեզ հետևելի հետ, հատկապես այն դիտողներին, ովքեր նաև աջակցում են մեզ Patreon-ում եւ Re-Armenium, եւ շնորհակալություն հայտնենք գործարար Ալիքին այսքան ժամանակ մեզ տաղավար տրամադրելու հետ։ Սոր էլի մասնագիտական քաթնք ունենալով, բայց հանց մասնագիտական քաթ վերաբերվում է յուրաքանչյուրիդ, որովհետեւ խուսլանանք մեդիագրագիտությունից ու խուսելու ենք կոնֆլիկտազգայուն թեմայի Քանի վերմունք հենց լա կոնֆլիկտին կթենտակ ինենք ապրում պիտի հասկանանք հունց մս պաշտպանիք մեդիա տերորից ու խոսքը ոչ միայն հակառակորդի կողմից կիրառվող մեդիա գործիքների մասին է, այլև հենց շատ դեպքերում հենց մեր իսկ լրատվությունն է մս ահաբեկում, մս վղծցնում, մս շեղում, մս խափյուն, եկիք սվերինք սոր, թա հունց պիտի ինքներս մս պաշտպանիք մեր նյարդային համակարգը եւ ճշմարտությունը մանիպուլյացիա տարբերելու մի շարք կանոններ սոր մեր հյուրնա մեդիագրագիտության տիրուհի Լուսինե Գրիգորյանը հուբ խոստացա վեր դասատվի կարգավիճակում չի ինեն այլ ավելիստի քաթի ֆորմատավ մս քեմեդիանան հասկանանք ինչ եւ ոնց պետք է արած Ուզում հասկանամ ինչքան ավակ հասկանում բարբառը եւ արդյոք հարցադրումներն ամբողջությամբ ընկալելի են ցզոտը Կփորձեմ Մարիամ ջան Փորձոնիկ բարբարավ Իհարկե խոսելու այդքան չէ, բայց շփվելու աշխատելու Սոր նաև փաստորեն ձեր Արցախի բարբարի իմացությունն ինչ որտեղ հասկանան ու գնահատելու Դες սկսենք ամենաառաջին հարցերից ընդհանրապես ինչա կոնֆլիկտազգայուն լրագրությունը ու որոնք են դրա հիմնական սկզբունքները Լրագրություն է բոլոր ժամանակներում, կոնֆլիկտի ժամանակ շատ ձեր բառի մեջ է զգայունն է շատ ավելի, դրա համար ավելի դժվարանում է եւ լրագրությունը եւ մեդիագրագիտությունը եւ մեդիագրագիտություն ասելով ես նկատի ունեմ սովորական մարդկանց մեդիագրագիտությունը, որտեղ մեդիագրագիտությունը հիմնականում չլրագրողների մասին է Լրագրողը այսպես թե այնպես պիտի որ իմանա եւ էթիկան եւ լրագրության կանոնները մեդիագրագիտություն երբ որ խոսում ենք սովորական մարդու մասին, որը ուզած չուզած անընդհատ ինֆորմացիոն հոսքերի մեջ է, ինքն էլ է ստեղծում, տարածում, գրում, նկարում եւ կարդում եւ լսում խոսակցությունների մեջ ընկնում Այդպես ինձ համար այդ երկուսը մի քիչ տարբեր են մեդիագրագիտությունը եւ լրագրության կանոնները Դե լրագրողների համար ոնց որ սովորական մարդու համար շատ դժվար է այդ իրավիճակում ինֆորմացիոն դաշտում կողմնորոշվել լրագրողների համար էլ ահա որ բարդ է աշխատել այդ իրավիճակում որովհետև որոշ կանոններ սկսում են հարցականի տակ ընկնել, կոնֆլիկտի մեջ են մտնում իր անձնական զգացմունքները, վերաբերմունքը, ապրումները, շատ ենք տեսել, որ լրագրողը կամ հաղորդավարը եթերում նույնիսկ չկարողանա իրեն զսպի եւ արտասվի օրինակ, հա։ Ես նկատի ունեի, որ օրինակ եվրոպացի լրագրող, որը լուսաբանում է Ուկրաինայի պատերազմը, էլի եղել են կամ Գազայի, հա, որ չեն դիմանում կամ չգիտեմ շատ ավելի սարսափելի բաներ Աֆրիկայում տեղի ունեցող իրանք էլ են մարդ, հա, չեն դիմանում, այդպիսի դասական օրինակներ կա, որ լրագրողը տեսախցիկը նետելա, գնացելա մարդ փրկելու, հա, երեխային փրկելու, սովից, չգիտեմ, բանից, պատերազմից, պայթյունից, մարդ են բոլորը։ Եղել են լրագրող, այդպիսի ֆոտո լրագրող կա հայտնի անուն չմիշի, կարծեմ Պուլիցերյան մրցանակ ստացած։ Հայտնի է տեսահոլովակը։ Հա, երեխային փրկած։ Դա մասնագիտական բանավեճերից մեկն է։ Պետք է այդպես անել, պետք չի այդպես անել, որ նա ավելի որի ազդեցությունն ավելի մեծ, որ դու այդ պահին մարդ փրկես։ Դժվար է հստակ կարծիք ասել, քանի դու այդ իրավիճակում անձամբ այդ իրավիճակում իլեցոք։
Շատ ավելի մեղմ, այսինքն պատերազմական չէ, ես ինքս չեմ եղել պատերազմի։ Եղել եմ, չգիտեմ, սոցիալական խոցելի խավերի հետ աշխատել եմ ուսանող տարիներից, որ լրագրություն ես սովորում, առաջինը սկսում ես այդպիսի պատմություններ անել, եւ այդ պահին ես ընկնում է դիրա, որ ոնց որ քո գործն է օգնել այդ մարդկանց, չգիտեմ, օրինակ նպաստը, որ իրան կարողանան ստանալ, թե խնդիրը բարձրաձայնել, ճշմարտությունը վերհանել եւ այլն։ Այս իրավիճակներում ինձ թվում է լրագրողի համար, մենք դեռ ոնց որ լրագրողներից ենք ավելի շատ խոսում, քան լայն հասարակության մեծագրագիտությունից, շատ կարեւոր է, որ այդ համակարգը աշխատի, այսինքն ունենաս խմբագիր, որը քեզ կօգնի այդ բանին, կարող ես դու երբ որ ներքին կոնֆլիկտի մեջ ես, կա նաև շահերի բախում հասկացությունը, որ մի քիչ ուրիշ բան է, որ դու հարազատ ունես այդ պատմության մեջ ներգրաված եւ դու գնաս խոսես քո խմբագրի հետ եւ միասին լուծում գտնեք։ Լուծում կարող է լինի, որ դու այդ նյութը չանես, որովհետեւ շատ անձնական ապրումներ ունես այդ պատմության վերաբերյալ եւ մեկ ուրիշ անի, կարող է խմբագիրը ինչ-որ բաներ ուշի եւ լինեն կոնկրետ վարքականոններ խմբագրությունում, որոնք քեզ կուղղորդեն այդ իրավիճակում ինչպես վարվել։ Իսկ եթե օրինակ անձնական պատմություն չի, բայց դուք տեսնում եք, որ մարդու իրավունքներ են կողքրտվում եւ լրագրողը նաեւ պիտի չեզոքություն պահի, վերնա այդ չեզոքության սահմանը ձեր կարծիքով։ Այդ էլ այս բոլորը հիմա շատ քննարկվող թեմաներ են, էլի մենք այսպես այստեղ ենք խոսում, այդ նույն խոսակցությունները լինում են մեծ կոնֆերանսների ժամանակ, մեծ խմբագրություններում եւ հստակ միանշանակ պատասխաններ արդեն չկան։ Ինձ թվում է, այդպես եթե իմ կարծիքը փորձեմ ձևակերպել, չեզոքությունը չի նշանակում հավասարակշռել կողմերին բոլոր իրավիճակներում։ Չեզոքություն նշանակում է չդառնալ կողմ, այսինքն չդառնալ պատերազմի կողմ, չդառնալ ցույցի կողմ, կարողանալ անկողմնակալ նայել իրավիճակին, բայց գնալ ճշմարտության հետևից։ Այսինքն ճշմարտությունը միշտ չի, որ հավասարակշռում է կողմերին։ Ճշմարտությունը, եթե դու այդ պահին տեսնում ես, որ մարդուն մեքենան հարվածեց, դու տեսնում ես դա, դու տեսնում ես, որ մեքենան խփեց մարդուն եւ դու տեսնում ես այդ մարդը այդ պահին կարմիր լույսի տակով էր անցնում, թե իր թույլատրելի տեղով էր անցնում եւ մեքենան էր ակնհայտորեն, այսինքն այն ինչ որ փաստ է դու տեսնում ես, պարտադիր չի հայտնել, հա, այո, բայց պարտադիր չի, որ դու սպասես, որ երկու կողմերն բալանսավորված լինեն, նոր այդ պատմությունը պատմես։ Դու կարողանաս ճշմարտությունը ցույց տալ, եւ այդ ճշմարտությունը ցույց տալուց երևի թե կլինի կողմ, որտեղ մարդու իրավունքների խնդիրներ կան եւ այլն, եւ այդտեղ այդ իրավունքները բարձրաձայնելը կլինի քո նպատակը։ Ուզում նաև հասկանամ ինչա նշանակում լրագրողական համերաշխություն հենց ձեր նշած կոնֆլիկտի ժամանակ ու արդյոք ինքը հակասում է չեզոքությանը մասնագիտական։ Երևի ոչ թե լրագրողական համերաշխություն թարգմանենք, դա ինձ թվում է solidarity journalism, հա, ոչ թե journalist solidarity, որը լրագրողների համերաշխությունն է, այլ solidarity journalism, որը կա նաև solution journalism, այսինքն համերաշխության լրագրություն, լուծումների լրագրություն, որը նպատակ է դնում իր առջև, այդպես օրինակ մարդու իրավունքների խնդիրների շուրջ համերաշխության բերել իր ընթերցողներին, աշխարհին, լսարանին, օրինակ վերհանել Գազայում երեխաների նկատմամբ ոճրագործությունների խնդիրը կոնկրետ հասկանալով, որ ինքը այդ խնդրի ակտիվիստն է դառնում, հա, ջատագովն է դառնում եւ ուզում է ստեղծել այդ խնդրի շուրջ աղմուկ փոփոխություն շարժում ամբողջ աշխարհում, դա մի քիչ շեղվում է այո դասական լրագրողական չեզոքության կանոնից, բայց էլի դա այն է ինչի մասին սկզբում խոսեցինք, որ այսօր այդ խոսակցությունը եւ շատ նոր չի դա վերջին տարիներին, երբ որ այդ ոնց որ ալգորիթմները եւ շատ այլ բաներ այդ գեոպոլիտիկ պայքարում արդեն այնքան բան է խառնվում չեզոքությանը, որ զուտ չեզոք մնալ եւ անպայման երկու կողմին ձայն տալը այդ չի օգնում ճշմարտությունը բացահայտել։ Երբեմն լրագրողները տեսնելով, որ չգիտեմ, ցեղասպանություն է տեղի ունենում, ինչ որ շատ լուրջ խնդիրները եւ աշխարհը ուշադրություն չի դարձնում, այս աղմուկը բզոցը թույլ չի տալիս, որ մենք նկատենք այդ խնդիրը, իրենք որոշում են շեշտ դնել, ֆոկուս դնել, բարձրաձայնել այդ խնդիրը եւ համախմբվում են այդ խնդրի շուրջ, բարձրաձայնում են այդ խնդիրը։ Սովորաբար հակամարտություններում, հատկապես երբ դրանք քաղաքական հակամարտություն են, շատ դիժերա ճշմարտությունը ներկայացնելը։
հունց տարբերին քարոզչությունը, ճշմարտությունը եւ արդյոք շատ դեպքերում դրանք դիժեր չի բացահայտելու հունցանինք վեր ճշմարտությունը արվա, որտեղ կողմերը բոլորը ունին իրենց ճշմարտությունն են։ Շատ դժվար է, իհարկե շատ դժվար է։ Եվ երևի այդպիսի մի ցավոք սրտի չկա մի բան, որ ասենք, այ եթե սա կա, ուրեմն հավատացեք, որովհետև չկա այդպիսի մի ցուցանիշ, որ ասենք այս անպայման դա է, ուղղակի գոնե այդ գիտակցությունը ունենալ։ Մենք որ ասում եմ նկատնում երևի ամբողջ հասարակությունը պատերազմի միջով անցնելով երևի հասկացանք դա, հա, որ ամեն կողմ ունի իր ճշմարտությունը, չկա ճշմարտություն պատերազմի ժամանակ այդպես օբյեկտիվորեն, այդ գիտակցությունը ուղղակի այդ մտքում ունենալ, երբ որ մենք ինֆորմացիա ենք կարդում, լինի դա մեր պատերազմը, լինի դա այլ պատերազմներ, որ այսօր աշխարհում տեղի ունենում են, եւ մենք հետևում ենք, հա, հիշել, որ մենք դա հետևում ենք ֆիլտրերի, մի քանի ֆիլտրերի միջոցով, ֆիլտր 1, օրինակ, այն լրագրողը, որը պատմում է պետական օրենսդրությունները, եթե դա կողմ է պատերազմի, մենք տեսանք, որ կային այդ արգելափակումների ինֆորմացիայի միայն պաշտոնական եւ այլն եւ բնականաբար այլ տեղերում էլ այդ սահմանափակումները կան եւ լրագրողները կաշկանդված են պաշտոնական պետական աղբյուրներ են թե անկախ լրատվամիջոցներ են պաշտոնական պետական աղբյուրը պատերազմի ընթացքում քարոզչություն է մենք պիտի ուղղակի դա ֆիքսենք դա քարոզչություն է չի կարող լինել ինքը օբյեկտիվ ճշմարտություն իսկ փաստերի ստուգումը ստեղ կար է ինչ որ չափով հանրությանը օգնեստի ասած մարդը օն է այդ գործիքն են ֆակտ չեք անելի պատերազմի ժամանակ սովորական մարդը չի հասցնի չի կարող շատ դժվար է շատ արագ են զարգանում դեպքերը շատ բարդ է մանավանդ հիմա այս արհեստական բանականությունն էլ որ մտել է խաղի մեջ ահավոր բարդ է ինքնուրույն ստուգել ասենք դա իսկապես Ուկրաինայի նախագահն է այդ հայտարարությունը անում դու տեսնում ես կենթադրենք տեսանունը բայց գում ես մի բան այն չի տարօրինակ բան է խոսում շատ արագ է ամեն ինչ երևի այդ հատկապես պատերազմի ժամանակ մենք անդադ ուզում ենք իմանալ ինչ եղավ ոնց եղավ բայց դա էլ պետք է զսպել որտեվ շատ արագ հնարավոր չի ճշտել տեղեկությունները եւ լավ լրագրողը չի կարող շատ արագ տեղեկացնել իրականության մասին։ Պետք է մենք փորձենք դա ինչ որ բայ հասկանալ եւ այդ տելեգրամները անընդհատ թերթելը դադարեցնենք, ունենանք մի քանի վստահելի աղբյուրներ, լրատվամիջոցներ, ցանկալի փորձով ապացուցված, որ իրենք խմբագրություն են, ունեն կանոններ, լավ են աշխատում, կարող են սխալվել, բոլորն էլ մանավանդ պատերազմի ընթացքում կարող են սխալվել։ Կարող են ունենալ ինչ որ վերաբերմունք, լավ կլինի, որ այդ վերաբերմունքը իրենք հստակ ասեն, մենք այս կոնֆլիկտի, այս հակամարտության մեջ այս տեսանկյունն են կրում, եթե իրենք ինչ որ մեկին սատարում են, հա, եւ դու իմանաս, որ իրենք սատարում են այս կողմին եւ այդ հայացքով, այդ աչքով կարդաս այդ լրատվամիջոցին։ Համեր ինձ թվում է մեր դեպքում հինչավա հիշտացալ, ցավոտ փորձավ, այսինքն մենք ունեցանք 20 թվական, նույնիսկ ունեցանք 23 թվական ու արդեն գիտում ենք վեր լրատվամիջոց իրան հունց է պահում այդ իրավիճակներում ու արդեն մոտավոր հասկանում ենք հուվա կողմնակից ճշմարտությանը, հուվա կողմնակից քարոզչությանը իսկ հուվա կողմնակից հենց կոնկրետ մանիպուլյացին վեր ցավեցնում է, վեշմին օգուտ չտամ ու միայն վնասում է մեզ։ Այո, մենք մեր փորձով շատ բան հասկացանք, ցավոք եւ բարեբախտաբար այն իմաստով որ հասկացանք, բայց նաեւ տեսնում ենք, որ մարդկանց մեծ մասը ուղղակի ցանցերից, ոչ լրատվամիջոցներից, ոչ այդ աղբյուրներից, ցանցերից, տելեգրամ ալիքներից, վերնագրեր, տեսանյութեր, ռիլեր, կարճ նյութերով են իման տեղեկանում, տարածում, էլի այդպիսի իր ժամանակներում դժվար է, շասերը քչանում է։ Հա, դժվար է հետևել աղբյուրներին, բայց պետքա փորձել, եթե դու հասկանում ես, որ գրոհի մեջ ես ինֆորմացիոն, պիտի դու էլ փորձես կանոնները պահել, այդ աղբյուրներին հետևել, պաուզաներ վերցնել, ոչ թե անընդհատ այդ հոսքի մեջ լինել, դադարներ վերցնել, որ հասցնես եւ մի հատ շունչ քաշել եւ նաեւ ստուգված տեղեկություններ գտնել։ Շատ պլավնի անցկենում մեր հաջորդ հարցեն, վերը չվնասելու սկզբունքն է, շատ լրատվամիջոցներ օրինակ ինչ-որ հանց նկար են ընտրում կամ հանց վերնագիր են ընտրում, վեր դա նույնիսկ կարող է շոկ առաջ
առաջացնի հասարակության մեջ, բայց այդ ամեն ինչը հետո պետք սանում նյութ կարդումս զգում ես որ դու այդ եզրահանգմանը չեկեր, ավելի շատ դա հենց տարածելու հետ է։ Ուզում հասկանանք վերնա չվնասելու սկզբունքը եւ արդյոք լրատվամիջոցները հետևում են այդ չվնասելու սկզբունքին, թե ավելի շատ այդ PR-ի հետ այն ընկած կամ հասկանում են արդյոք մարդու իր ինչքանով կարե ազդեցություն ունենա իրանց մի նկարը կամ մի վերնագիրը։ Էլի մի պատասխան չկա, նայած խմբագրություն, նայած լրատվամիջոցներ, բոլորս էլ տեսնում են ավելի շատ հունցուն ինչն է։ Ավելի շատ սոցիալական ցանցերում քլիքի համար ամեն ինչ արվում, հա, ու խոսքը ոչ միայն լրատվամիջոցների մասին է, որովհետև սոցցանցերում ուղղակի էջեր են բացվում, որոնք տեղեկություններ են տարածվում, որոնք այո, կարող են շատ են սենսացիոն վերնագրերով, նկարներով, այդպես գրառումներով ուղղակի քլիկ բերեն։ Հիմա իմ դիտարկով մի քիչ պակասել է, երևի մարդիկ ավելի քիչ են քլիկ անում այդ ցնցող վերնագրերին, մի քիչ հասկացել են, ժամանակին շատ էր այդ տարածեք քանի չեն ջնջել տիպի վերնագրեր եւ մարդիկ բացում կարդում էին եւ սենց երջանիկ տարածում էին, որ օրինակ թոշակները տասնապատկվել են կամ չգիտեմ Ալիևը մահացել է եւ այլն վերնագրեր, որոնք ակնհայտ է, որ մի բան են չի վերնագրեր, այո, այդպիսի վերնագրեր, որոնք ուղղակի քլիքի համար են բնականաբար, բայց կային մարդիկ եւ YouTube-յան ալիքներ կան, որոնք տարածում են այդ տեսակ ակնհայտ աբսուրդային այո տեսանյութեր, երևի մարդիկ այդպես հենց այդ հասկանալով որ աբսուրդ է, բայց նայում են եւ հանգստանում են, ասենք ոնց ֆիլմ կնային գուցե, հա։ Շատ մեծ դիտումներ են սովորաբար ունենում։ Այո, այդ փորձում ես հասկանալ ոնց են նայում, ասենք 100,000-ավոր մարդիկ սա, ու երևի թե չեն հավատում, ոչ թե հավատալով են նայում հուսամ, այլ նայում են ուղղակի հավեսի համար, չգիտեմ, էմոցիաների համար։ Երևի մարդու համար մտածել, որ Ալիևը վերջ կործանվեց, չգիտեմ ինչ։ Բայց ուզում եմ այս խգրականի անցկացի, բայց ուզում նաև այդ ստից խոսեցինք, բայց կա նաև ճշմարտություն, վերը նույնպես կարեմ վնասը, ուզում նաև դրանից խոսենք, պատրանից ոնց խուսափել, օրինակ մարդը, օրինակ Գեորգին հենց 20 թվականի պատերազմը անունները կարդում է մահացածների ու իրան զավակին անուն ազգանուն հայրանունա կարդում, այս դեպքում ինչ պետք է լրագրություն անել, որպեսզի ճշմարտությունից եւս մարդկանց պաշտպանել, որտեղ ճշմարտությունը միշտ չի Այդ այդա շատ բարդ որոշելիք է, որ պահին պետք է պաշտպանել, որ պահին պետք է պարզապես ասել այդ ճշմարտությունը, որտեղ շատ հաճախ է ճշմարտությունը այդ պահին շոկային է, բայց լայն իմաստով երկարաժամկետ պետք է ասել այդ ճշմարտությունը, հա, օրինակ այդ իրական իրավիճակը բանակում կամ չգիտեմ պատերազմական այդ փուլում ասել թե չասել, անունները կարդալ թե չկարդալ, նու անունները մի քիչ ավելի հասկանալի է, որ անմիջապես երբ պետք է սպասել, որ ՊՆ-ն կարողանա տեղեկացնել մարդկանց, հետո տարածել եւ այլն։ Դեպքում ՊՆ-ն եթե արդեն այդ հաղորդագրությունը տարածալ է, ուրեմն տեղեկացրել միշտ չէր որ լինում էր, բայց հա։ Հա, շատ դեպքերում իլել է, օրինակ ցավոք ծնողները լրատվամիջոցներից գիտացավ իրանց տղան կավեջ, բայց արդյոք լրատվամիջոցը պիտի մտածե ՊՆ-ն տեղեկացրել է, թե չէ։ Լրատվամիջոցի դե մենք շատ փոքր ենք, այսինքն մենք ոնց որ բոլորիս մեկից բարեկամը եղբայրը այնտեղ էր, բանակում էր, կռվում էին եւ այլն։ Դժվար էր մեզ չմտածել այդպիսի բաների մասին եւ երևի թե պետք էր որ մտածեինք, այդ պաուզան ունենայինք, սպասեինք, հարգեինք մարդկանց կորուստը, ողբը եւ այլն, բայց լայն իմաստով դա լրագրողի գործը չի։ Այսինքն թե ինքը օրենք չի խախտել, օրենքով արգելված ինֆորմացիա չի տարածել, ռազմական գաղտնիք չի, կոնկրետ դեպքի վայրը չի բացահայտել եւ այլն, ճշմարտությունը ասելն է իր գործը։ Եթե մենք մի քիչ էլ մեր պատերազմից դուրս էլ նայենք, էլի շատ խոսակցությունը այդ մասին պատտվում է, ասենք ցույց տալ, որտեվ դա էլ է ճշմարտություն, որ չգիտես, ասես թե չասես, այդ վարված մարդկանց դիակներ, կտրտված մարմնի մասեր, հա, եւ մեր պատերազմի ժամանակ եղավ եւ հիմա աշխարհում ինչեր ասես տղեն էթիկան ասում է որ ոչ, բայց խոսակցություն այդ մասին էլ կա մասնագիտական, որովհետեւ այսօր
լրատվամիջոցը չի տարածում, այնքան են տարածում, որ սովորական է դարձել, հա, մի տեսակ overdose է դարձել այդ բռնության, արյան, այնքան են տելեգրամներով, Twitter-ներով եւ այլն, մարդիկ TikTok-ներով ամենտեղ իհարկե առաջին բանը պատասխանը ոչ, այդ ամեն ինչ երեխեք են նայում, այդ ամեն ինչ մայրերն են նայում այդ զոհվածների, չգիտեմ, բարեկամները, բայց օրինակ հետո այդ ինֆորմացիաների հիման վրա փաստահավաք խմբեր աշխատեցին, դատական գործեր կազմեցին, դա օգտագործվեց դատական գործեր կազմելու եւ ինֆորմացիան աշխարհին հասցնելու համար։ Եղել են դեպքեր աշխարհում, երբ որ այդ սարսափելի շոկային նկարները օգնել են, որ միջազգային հանրությունը ինչ որ մի տեղ կատարվող դեպքերին ուշադրություն դարձնի։ Այսինքն լրատվամիջոցը, խմբագրությունը գիտակցված գնացել է որոշման եւ հրապարակել է նկարը, ասենք աբդուրս բերած երեխայի մահացած միգրանտ, որը այդ միգրացիայի խնդիրը բարձրացնելու համար, որ մարդիկ տասնյակներով, հարյուրներով նավեր են նստում եւ գալիս են, ասենք Թուրքիայի ափերը ու նույնիսկ երեխեք են մահանում եւ դա սովորական թվեր են չինովնիկի համար, մինչեւ որ դու նկարը տեսնում ես եւ սարսափում ես այդ երեխու դիակի կամ, չգիտեմ, հազարում մի այդպիսի դեպք։ Հիմա միանշանակ չի, դա ճիշտ է հրապարակել, թե չէ, որովհետև իր դրական այն իմաստով, որ ազդեցություն է ունենում եւ այստեղ է նաեւ, որ խմբագրության դերը, լավ լրագրողների դերը, որ իրենք նստեն, քննարկեն, իմանալով էթիկայի կանոնները, բայց նաև հասկանալով ճշմարտությունը որտեղ է, այս պահին մարդու իրավունքներին ինչ խախտումներ են տեղ ունենում եւ կշռադատեն ու որոշում կայացնեն։ Հրապարակել դա թե չհրապարակել։ Ուղղակի շատ դեպքեր ունակ ասում ենք մարդը ինքը պիտի ընտրե, ինքը ուզում է տեսնա այդ կադրերը, թե չէ։ Այդ է ուզում ասել հաջորդը, ուղղակի նաև պետք է լինի այդ գրառումը, որ այստեղ զգայուն բովանդակություն եւ ինչու այդ փակում են, չէ, սոցիալական ցանցերը, որ պետք է կլիկ անես, նոր տեսնես, որ դու ունենաս այդ իրավունքը բացել տեսնելու եւ չտեսնելու, բայց նաեւ այդտեղ երեխաների տարիքային այդ խնդիրը կա, որ սոցիալական ցանցերը չունեն այդ կարգավորումները, որ երեխեք գոնե չտեսնեն եւ այլն, հա, այդ վտանգներն էլ կան։ Եվ մենք ինքներս էլ ենք հաճախ տարածում բովանդակություն, որը վնասում է մեր շրջապատում, մեր շուրջը, այդ գոնե մենք էլ մեզ համար գցենք բռնենք ամեն անգամ, երբ որ տարածում ենք որևէ բովանդակություն, դա վնասում է ինչ որ մեկին, լինի դա մեր երեխայի լուսանկար, այդ մասն էլ ենք, չէ՞, շատ են խոսում, որ փոքր երեխաների լուսանկարները տարածելիս մի քանի անգամ կշռադատեք, որովհետև այդ օրինակ այդ երեխաների նկարները կարող են վերցնել եւ շատ վատ բաների համար օգտագործել մեզնից անկախ կամ հետո երեխեն կարող է մեծանալ եւ հարցեր ունենալ, այո, ինձ թե ինչի է ինձ այդ իր այդ նկարը դրել, այդ շատ անմեղ բան եմ ասում, բայց նաեւ դեպքեր, հա, երբ որ, չգիտեմ, օրինակ զինվորների նկարներ, ճանապարհներ, բանակային կադրեր կամ ռազմական օբյեկտներ կամ եւ այլն, տարբեր բաներ, երբ որ մենք տարածում ենք, մտածենք, որ դա մենակ մեր ընտանիքի անդամները չեն տեսնելու, մեծ հանրություն է տեսնելու։ Մենք ծնողներ ինելով երևի ամեն անգամ նկար դինելուց առաջ մտածում ենք, ես օրինակ մինչև Խոխասին տարեկան չտարալ, նկար որևէ հրապարակալչում, մենք էլ շատ դեպքերում էլի ինիմա վեր մտածում դինիմ թե չէ։ Ամեն մինստի անհատներ ինիլավ մտածում ենք այդ մասին, ուզում տեսնամ արդյոք լրատվամիջոցները եւս ունին իրավունք եւ այդ իրավունք կիրառման մտածելով ինչքանավն իրանք լսարան են պատրաստում իրական ինֆորմացիայի, արդյոք իրանք լսարան են հնարավորություն տամ ավելի մեդիա գրագետ ինիլի, արդյոք լսարան են հնարավորություն տամ չհավատալի ավելի մեդիագրագետ լսարան ստեղծելու հետ օրինակ ասին հավատանք մուկտարան թե չէ ինչ դեր ունեն լրատվամիջոցները մեդիագրագիտության մեջ ինձ թվում է պիտի մի քիչ ավելի շատ անեն քան անում ենք հիմա եթե լրատվամիջոցների մասին խոսենք որովհետև եթե ես լրատվամիջոց եմ եւ տեսնում եմ որ իմ լսարանը գնում է ավելի շատ TikTok-ներում բովանդակություն կա գտնում նայում կարդում ինձ թվում է ես էլ պիտի սկսեմ այդ լսարանի հետ աշխատել որպեսզի ինքը տարբերի ինչն է որակյալը, ինչը անորակ է, որ գնահատի իմ աշխատանքը, հասկանա ես ինչերի միջով եմ անցնում, որ իրեն որակյալ բովանդակություն եմ բերում, տարբերություն
Telegram ալիքի, Telegram-ում էլ կան լավ բովանդակություն իհարկե, բայց այդպես որպես հավաքական սիմվոլ, այո, խոսքը վատ բովանդակության TikTok-ը ավելի շատ է այդ հավաքական վատ օրինակը, հա։ Telegram-ը ավելի վստահելի։ Պատերազմները ինչքան էլ սարսափելի են TikTok-ներում եւ այդ կարճ շորթային տարբերակներում, ռիլերում շատ ավելի սովորական ընտրալ ու ինչքան էլ ցավալի է, մենք շատ հաճախ տեսնում ենք հանց վիդեոներ, վերը գուցե իրեն հարգող լրատվամիջոցում երբեք տեսնել չենք։ Ինչքանով է TikTok-ը այդ կարճ ռիլերի ֆորմատը կամ Telegram-յան կամ հայտարարությունները արժեզրկում հավաստի լրագրությունը եւ պատերազմ կոնֆլիկտային լրագրությունը, որովհետեւ մենք շատ հաճախ տեսնում ենք կադրեր, որ օրինակ ես գիտում վեր գուցե տամի 5 տարի առաջ հաստատ տեսնել չենք եւ հունց պաշտպանինք մեր նաեւ երեխաներին կամ դիտողներին դրանից կա արդյոք տարբերակ Թամինակ այդ պետությունն էլ պիտի ամեն ձևի փորձի վեր հունց հասալ գոտինն ձգե սոցցանցերի որպեսզի այդ բովանդակությունը արվավեջ Իհարկե այդ մի քիչ խոսեցինք այդ ալգորիթմներից իհարկե դրանք խանգարում են որ այսինքն դրանք նպաստում են այդ մանիպուլյատիվ եւ ցնցող տեղեկությունների ավելի շատ տարածմանը որովհետև դրանք հիմնված են արձագանքի վրա, ինչքան շատ են մարդիկ արձագանքում այդ տեսակ նյութերին, այդպես ավելի շատ են տարածվում եւ նաեւ երևի խանգարում են լրագրության մենք անդադասում ենք որ մենք լրագրողներս էլ պիտի օգտագործենք այդ գործիքները, բայց այնուամենայնիվ եթե դու բալանսավորված ես այդ նյութանում, եթե չես դնում այդպիսի սենսացիոն վերնագրեր, տեքստեր եւ այլն, քո պատրաստած թեկուզ ռիլը այդպես չի տարածվելու, ինչքան նրանը, որը հատուկ արված է, որ դու չկարողանաս աչքդ կտրես այդ նյութից, իսկ ոնց պաշտպանվել, դե գոնե առնվազն հետևել, որ փոքր երեխեքը չմտնեն սոցցանցեր, այդ կանոնը գոնե իրենք ունենա 12-ից հիմնական 12-13 տարեկանից են թույլատրում, էլի մեծ չեն 12-13-ն էլ մեծ չի, բայց մենք շատ ենք տեսնում, որ փոքր երեխեքն են հեռախոսների ձեռքը սոցցանցերում նաև թերթում, գոնե հետևել, որ իրենք չլինեն, մեծերը ինքներս մեզ հետևենք, այսինքն բոլորս մեր դառը փորձով ոնց որ խոսեցինք արդեն հասկացել ենք դա ինչ է այդ ռիլերի քանի տոկոսն է իրական եւ ինչ ազդեցություն է թողնում բոլորին գցումը դա post-travmatic իրավիճակներում, տրավմատիկ իրավիճակներում, հա, նույնիսկ վերջերս կարդում եմ, որ այդ տեսանյութերի TikTok-երի արդյունքում Գազայի պատերազմի բաներով լսարանը այնտեղ չլինելով մարդիկ տրավմայի մեջ են ընկնում, որովհետև սարսափելի եթե նույնիսկ մանիպուլյացիա չի, եթե նույնիսկ սուտ չի, այդ կադրերը ահավոր են, սարսափելի են, մենք անընդհատ պատերազմների մասին ենք կարդում, լսում ես վերջի տարիներին շատ է, չէ՞։ Եվ դա տեսնել, սկրոլ անել, ասենք, չգիտեմ, մի հատ փիսիկ, մի հատ մանկական հետո գալիս են դրանք սովորական բան են դառնում, բայց մեկը ազդում են հոգեբանության վրա եւ մենք պիտի ինչ-որ ձև հետևենք մինչեւ որ պետությունները կաշխատեն այդ համապլատֆորմների հետ գուցե կգան լուծումների դա երկար է տևում ինչպես հասկանում ենք բայց ինքներս մեզ հետևելու համար պիտի դադարներ վերցնենք անընդհատ սկրոլ չանենք այդ ռիլերը TikTok, Telegram, այդ կարճ ֆորմատները հունց են փոխում մեր մեջ պատերազմի մասին ընկալումները ու կարին արդյոք տրնան մանիպուլյացիայի գործիք դե արդեն մեր խոսածից հասկացում ա վեր հա մյուս կողմից հունց եշինք տրան հունց վերաբերվինք հինչա կախված մարդուց սովորական, բացի նրանից վեր փորձ է փաստեր ստուգե, փորձ է իրան խոխին դրանից հեռացնե հունցա պատերազմի մասին ընդհանրապես ընկալումները փոխվում այս կարճ նոր եկած ֆորմատներով վերվել մուկ ինքներս էլ հալա հասցրալ չենք բավարար չափի հասկանանք լի ապրանք մի ժամանակաշրջան վել լավ աշն կարդալ ու եկալ հսալ նրան վեր երկու տող պեն կարդում ու կարինք այդ երկու տողավը բավարարվինք Ինչ մասնագետներն էլ դեռ չեն կարողանում լրիվ հասկանան, որ վերջնական եզրակացություններ տան, թե ինչ է դա անում, բայց այն որ
տարբեր վիդեոների արանքում դու նաև պատերազմն ես տեսնում եւ քեզ թվում է որ դա ֆիլմ է, ոնց որ մնացածը, հա, իրական չի, B որ դառնում է սովորական քեզ համար, այդ սարսափելի կադրերը, G որ դրա մեջ եւ ճշմարտություն ես տեսնում եւ արհեստական բանականություն ես տեսնում եւ իսկապես բեմադրված կադրեր ես տեսնում եւ խճճվում են գլխի մեջ ամեն բան, այդ մշտական ստրեսի ու լարվածության զգացողությունը, որ ապոկալիպսիսի մեջ են ապրում ամենտեղ այդ իրավիճակն է, հաստատ խառնում է ներքին աշխարհը մարդկանց։ Կարող է դարձնել ավելի սառը եւ քարացած, հա, որ զգայունություն չմնա մարդու մեջ, այդպիսի իրավիճակների նկատմամբ եւ կարող է հակառակը բերել, որ այնպիսի զգայունություն ստեղծի, որ ագրեսիվ դառնան մարդիկ կամ, չգիտեմ, ամեն ինչից հուզվեն եւ այլն, այսինքն հաստատ ազդում է մարդկանց զգացողության վրա եւ պատերազմի ընկալումների վրա եւ երևի եզրափակվինք ու վերջին հարց տամ Լուսինե ինչ դեր ունին լրատվամիջոցները կոնֆլիկտների սրման կամ մեղման հարցում եւ ինչի կարինք հասնենք դրանավմուկ Բարդ հարց է Իհարկե, վստահ եմ, որ կարող են եւ սրել, եւ մեղմել, եւ ինֆորմացիոն պատերազմների մեծ բաղադրիչ են հիմա հատկապես, բայց պատմությունից էլ գիտենք, օրինակ, չգիտեմ, Վիետնամի պատերազմը, Ամերիկայում, կարծես առաջին պատերազմն է, որտեղ լրագրողները հայտնվել են առաջնագծում եւ սկսել են պատմել եւ ըստ ուսումնասիրությունների այդ լուսաբանումը, երբ որ լրագրողները հայտնվեցին այնտեղ ու սկսեցին իրականությունը ցույց տալ, ոչ թե այն ինչ որ, ասենք, պետությունն էր պատմում, ինչ որ քարոզում էին, ամերիկյան հասարակությունը սկսեց ուշադրություն դարձնել եւ մի տեսակ արթնացավ եւ սկսեց պահանջել, որ ավարտվի այդ պատերազմը եւ դա տարավ մարելուն։ Բայց կան նաեւ օրինակներ, էլի ոչ մեր սոցցանցային իրականության մեջ, էլի հին օրինակներ, որտեղ ասում են, որ լրատվամիջոցները նպաստել են պատերազմների բորբոքմանը, օրինակ էլի Կուբայի եւ Իսպանիայի Կուբայի անջատման այդ ժամանակներում, հա, երկու ամերիկյան լրատվամիջոցներ, մեկը Պուլիցերինն էր, մյուսը Հերցի մամուլները, որոնցից էլ դուրս եկավ դեղին մամուլ հասկացությունը իրակամետ իրանց վեճից, այդպես մանիպուլյացիոն վերնագրերով այս պատմությունն էին շահարկում լսարան հավաքելու համար, բնականաբար օֆլայն լսարանի մասին է խոսքը, վաճառքի մասին, եւ կա տեսակետ, որ այդ խոսակցությունը, այդ մամուլի բանավեճը նպաստեց, որ բորբոքվեն կրքերը, ինֆորմացիան ու դա նպաստեց պատերազմին։ Մենք գիտենք, որ Աֆրիկայում եւ Արևելքում, նաև Մյանմարում, հա, այդ ռադիոն հանրային չէ, ռադիոն, այո, օգտագործվել է ցեղասպանություն իրականացնելու համար, ատելության խոսք տարածելու, այսինքն տրամադրելու մի ցեղին, մի ազգին, մյուսի դեմ ընդ որում այնպես որ սովորական մարդիկ դուրս գան եւ իրար սպանեն։ Հա, ու հունցն իրանք մտածալ, որ անգամ ոչ թե ասում են քինա տուցիներին սպանե, այլ ասում են այդ տարականներին քանք ոչնչացնենք ստինդի ու ամեն մինը իրան տանսած ինքը հստակ գիտում է տարականս էլա, որ նկատի ունին իրանց։ Այսինքն լրատվամիջոցը կարծես թե եթե օրինակ եշինք դրան օրենքի առումով ինքը հո նշալ չի, ասալ չի, ազգի ներկայացուցիչ չի պեներալ, բայց փաստացի ինքը իրան միջոցով, իրան ձերքով ինքը տա գիտակցված, տա ըրալա ու հազարների կյանք։ Եթե մեր մեջ էլ նայենք, էլի շատ նման բաներ կտեսնենք, հա, մեզանում էլ այս մյուս բոլոր պատերազմներն էլ որտեղ են ունենում, գուցե դժվար է տարանջատել հենց լրատվամիջոցին այլ ինֆորմացիոն աղբյուրներից, բայց լայն իմաստով ինֆորմացիոն դաշտում եւ այդ հրահրումն է եղել, եւ ատելության խոսքն է եղել, եւ միազգը մյուսի դեմ տրամադրելու այդպես նարատիվներ են տարածվել, որոնք հանգեցնում են պատերազմների։ Հանգցնելը շատ ավելի բարդ է երևի եւ շատ ավելի դժվար դեր է լրատվամիջոցների լրագրողների համար,
կանգնեցնել որևէ պատերազմ։ Բորբոքելը շատ ավելի հեշտ է, ինչպես ցանկացած վեճ։ Դրա համար շատ ավելի զգույշ պետք է լինել եւ քարոզչության եւ ինֆորմացիա կարդալիս չտրվելու այդ զգացմունքներին եւ մարդկային մակարդակում ինչ որ կարող են լինել միջանձնային վեճեր եւ միջպետական ու այս աշխարհքաղաքական բնական է դրանց տակ կան այլ նպատակներ, հաշվարկներ եւ այլն, բայց այդ ինֆորմացիոն քարոզչական թեզերը շատ ազդում են։ Բայց որպեսզի Էր ինչ որ ստիմին լուսավոր մին բենավ ավարտինք, այսին վեր օրինակ ես նկատամ, վեր քինալավ ու ինձ թվում է լոխսնք նկատում, մարդիկ ավելի մեդիագրագ են ընտրնում, նույն օրինակ այդ քանի չենջենջեր կարդացեք եւ այլն, իմունիտետ են ձեռք բերում, բայց մյուս կողմից տեսնում ենք նաեւ վեր լրատվամիջոցներն էլ հետ չմնամ ու լրատվամիջոցներն սկսան ավելի պրոֆեսիոնալ ձևով քողարկել քարոզչությունը, սուտը ու տրանավելն կարում գործանի, արդյոք մունք կարող է երբևէ ունենանք մի իրականություն, շտեղ արդեն մեդիագրագիտությունը ինանա այն աստիճանի, վեր խաբվող մարդկանց թիվը ինանա ավելի քիչ, քան ճշմարտության հետևից քեցողներին, դա ուտոպիստական իմ գաղափարներն են։ Այդ ապատեգացիան մասին շատ լավ ես հապակում արարցապ ապատեգացիան մասին խոսելիս եկի կանթած չասենք լրատվամիջոցներ, որովհետև այնուամենայնիվ լրատվամիջոց, որ ասում ենք են ավելի այնպես նրանք որոնք իսկապես լրատվամիջոց են խմբագրություն ունեն ինչ որ մի կանոններ ունեն իրանք չեն այդ ապատեգացիան հիմնական տարածողները բայց հա իհարկե ապատեգատվությունը տարածվում է եւ չեն կարող ես հեշտ լուծում չի լինելու էլի դա շարունակական գործընթաց է մի բանաձևել չի որ սովորեցինք ու ամբողջ կյանքում կիրառեցինք անընդհատ իրեն կատարելագործվում են տեխնոլոգիաները AI-ը կատարելագործվում մենք էլ պիտի այդ AI-ը օգտագործենք եւ փաստերը ստուգելու համար եւ այլն եւ երևի ավելի էլի դժվար բան է, բայց լայն իմաստով այս ապատեգատության դեմ պայքարի ամենաազդեցիկ ձևերից մեկը pre-banking, որ ասում են, դեմն առնել, այսինքն այնքան ուժեղացնել որակյալ լրատվամիջոցներին եւ պետությունը այնպես ազնիվ թափանցիկ արդար աշխատի, որ տեղ չմնա ապատեղի, որտեղ ապատեղեկատվությունը գալիս է, եթե չկա բավարար ինֆորմացիա։ Երբ որ պետությունները ապաշնոր հաղորդակցության մեխանիզմներ են ունենում լրատվամիջոցներին բավարար չեն տալիս տեղեկություններ կամ հանրությանը նորմալ չեն իրազեկում, ինչ է կատարվում, պատերազմ լինի թե այլ զարգացող իրավիճակ լինի։ Եթե մենք չունենանք, մենք միայն Հայաստանը չէ, որտեղ էլ որ լինի, չունենանք բավարար ուժեղ անկախ լրատվամիջոցներ, իսկ այսօր մեզ մոտ հատկապես ծանր է անկախ լրատվամիջոցների վիճակը, բնականաբար դաշտը մեծանում է նրանց համար, ովքեր եւ դրսի ուժերի ազդեցությամբ եւ ներքին խժդժությունների մեջ մտնելով տարածելու են ապատեգատվություն։ Դրա համար մի քիչ էլ պետք է որ հանրությունը հասկանալով դա աջակցի անկախ լրատվամիջոցներին։ Դա կարող է լինել եւ բաժանորդագրություն փոքր օրինակ ձեզ աջակցելով, հա, ինչպես դուք սկզբում հա նշում եք, որ ձեզ աջակցում են մարդիկ, բայց դա տարբերակ է, աշխարհում էլ անկախ լրատվամիջոցներ այնպես չի, որ շատ հարուստ են, որովհետեւ շուկան այնպեսին է, որ դժվար է գոյատևել, դրա համար սովորական մարդկանց աջակցությունը շատ կարեւոր է եւ գնահատելու այսինքն բացել կարդալու նրանց, որոնք ջանք են թափում, չեն խափում, ազնիվ են, անկեղծ են եւ եթե կարող են նաեւ ֆինանսապես աջակցելու այդ լրատվամիջոցներին, որ վաղը մյուս օրը ընտրություններ են, պատերազմ է եւ այլ տիպի արհավիրքներ ու իրավիճակներ են, ունենանք մարդիկ եւ խմբագրություններ, ում հավատում ենք եւ կարողանում ենք իրենց հետևելով լույսը տեսնել թունելի վերջում։ Հույսոնիկ դուք այդ թունելի վերջի լույսը տեսնում եք նաեւ մեր միջոցով, դա խնդրում եք նաեւ ձեզ աջակցիկ մեր Մազ Patreon-ում եւ Ռեարմենիում, դուզա քաղաքականությունը, ընտրությունը բենիմս նад որևէ կապ չունի, վստահեցնում ենք գոնե առաջիկա 5 տարում։ Բայց հուսանք վեր ապրելանենք մի իրականությունում, շտեղ ավելի մեդիագրագետ մարդիկ են, շտեղ հասարակությունը շատ ավելի լավ է գիտում ինչին հետևի, ու մոնք էլ ամեն ձև մեր նպաստը կպիրինք այդ գործում։ Հետևեցիք Լուսինեին խորհուրդներին, հետևեցիք Մազ YouTube-ում ու սոցցանցերում։